Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Օրագի նյուզի եթերում ըստեյությանն է եւ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Հրանտ Մաթևոսյան մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրանտ Մաթևոսյանի որդի Դավիթ Մաթևոսյանին։ Բարև ձեզ, պարոն Մաթևոսյան, շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն։ Պարոն Մաթևոսյան, սկսենք երևի թե այսպես վերջերս տեղի ունեցավ օրերս տեղի ունեցած մի իրադարձությունից Նիկոլ Փաշինյանն ու իր կինը կրթվել են Օրաձև շարժման շրջանակներում բանախոսության ժամանակ օգտագործել են Վանո Սիրադեղյանի խոսքը վերագրելով այն Հրանտ Մաթևոսյանին։ Սա իսկապես տգիտության արդյունք է թե դիտավորության ձեր գնահատմամբ։ Ես կարծում եմ խորը չգնալու եւ սոցցանցային մտածողության արդյունք է սա, այսինքն էֆեկտի վրա աշխատելու ավելի շատ։ Չգիտեմ, միտում իհարկե կա, տգիտություն թե ոչ չգիտեմ, բայց եթե արդեն իսկ, ասենք, ամեն ինչ ինքը իր համար խոսում է, հա, այսպես ասած, ամեն ինչ ինքնաձևակերպվում է եւ ինքնաբանաձևվում։ Տեսեք, 2000 թվականին Վանո Սիրադեղյանի գրավոր խոսքը հոդվածը տպագրվել է Հայկական ժամանակ օրաթերթում, հոդվածում Վանո Սիրադեղյանը բավականաչափ ձևափոխած ձևով արդեն ներկայացնում է մեծամոր Հրանտ Մաթևոսյանի էսսեից մի հատված եւ հետո իր խոսքով շարունակում իրենք նույնիսկ Վանոյի այդ խոսքը, Վանոյի այդ շարունակությունը ամբողջությամբ չեն տալիս եւ դա շատ ու Հրանտ Մաթևոսյանի լուսանկարի ֆոնին են օգտագործել, պարտվես ու պարտվել չիմանաս։ Ես ավելին չեմ խորացել, որտեղ ես չեմ ուզում, ես ժամանակ չունեմ, չեմ ուզում այդ կրթվել են Օրաձև են կամ այդ գաղափարաբանությունը պարտվողականության, որ իրենք փորձում են, այսպես ասած, սերմանել եւ ադեպտներ ունեն, կարծես թե դրան չեմ ուզում անդրադառնալ, որովհետեւ ես ոչ իմ ժամանակն եմ բանանում, ուզում դրան հատկացնել, ոչ էլ այդքան նյարդ ու բան ունեմ, տրամադրություն փչացնելու հավես ունեմ։ Ես ուղղակի համարում եմ, որ այս դեպքում ամենասկզբից է ձեզ ուզում ասել, հանդես գալով որպես ժառանգորդ եւ որպես իրավահաջորդ Մաթևոսյանի, մեր բոլորի անունից ասում եմ, այս դեպքում նաեւ այո, որպես հաղթանակի գաղափարաբանության եւ հաղթանակի խոսքի խոսույթի իրավահաջորդ եւ ժառանգորդ, այս դեպքում հանդես գալով նաեւ Մաթևոսյանի եւ Վանո Սիրադեղյանի անունից, ես ասում եմ, որ այդ խոսքը խեղաթյուրվել է։ Եվ այդ խոսքը միտումնավոր, անմիտում պատահաբար սոցցանցային տգիտության որևէ բանով ինքը կոնկրետ խեղաթյուրվել է, որպեսզի հարմարեցվի պարտվողականության գաղափարաբանությանը։ Եվ այդպես չի արվում, այդպես չի կարելի անել, չի կարելի մեծությանը բերել եւ իջեցնել սին ու չհաջողող ու տապալվելիք եւ տապալված արդեն իսկ տապալված մի բանի մակարդակի իջեցնել արժեհամակարգը ոչնչացնելով թե իբրև թե տեսեք ինքը մեր նախնին է, ինքը մեր հիմքն է, ինքը մեր հանճարեղ գաղափարների ուրեմն ռահվիրան է։ Այդպես չի լինում եւ դա միշտ պետք է հերքել եւ դա միշտ պետք է բացառել։ Այսքանը, առայժմ այսքանը։ Դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ Վանո Սիրադեղյանի այս միտքը եւս խեղաթյուրված է ներկայացվել։ Ինչու է այս իշխանությունը Նիկոլ Փաշինյանը իր կին այսքան կարճած այդ պարտվելու գաղափարից։ Ոչինչ չեմ կարող ասել, ես համարում եմ շատ են վերլուծությունները քաղաքականության մեջ եւ այլն, շատ են, տարբեր մեկը ինչ որ ձևով ինչ որ մի բան էսպես է ստացվում, այսպես են ձևակերպում, Վերջին հաշվով ճշմարտությունը մի բան է, որ պատերազմը նախ սանձազերծելով, հրահրելով, հետո պարտվելով պետք է հեռանալ։ Երևի թե ամենամեծ ճշմարտությունը դա է, բայց դե մենք գիտենք, որ ինքը հակա փաստարկ ունի, որ իրեն ձայն տվեցին, քվե տվեցին։ Ինչը ճշմարտացի է, ճշմարիտ է, ցավոք։ Ուրեմն ինչի են կարճում, ուրեմն պարտադրվում է, ինչու են կարճում դրանից, ուրեմն պարտադրվում է, ըստ որում շատ անհաջող ձևով են կարճում։ Ես կարծում եմ մենք գործ ունենք դեռ Քոչարյանի եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակներից այս տարածաշրջանում կարգավորման սխեմայի մի թեթև փոփոխված ձևի հետ, այն է, երբ թուլանում է իշխանությունը Հայաստանում, Ադրբեջանը ագրեսիվանում էր Հայաստանի նկատմամբ եւ Հայաստանը մոբիլիզացվում էր, որովհետեւ վատ կամ լավ իշխանություն ուներ
եւ հավաքվում էին եւ բան էին անում հանուն Արցախի, հանուն սահմանների։ Նույնը հակառակն էր տեղի ունենում, երբ Ադրբեջանում իշխանությունը սկսում էր երերալ, մանիպուլյացիա էր տեղի ունենում Հայաստանի կողմից, որպեսզի Ադրբեջանը մոբիլիզացվեր եւ սկսեր հայրենասիրական հաղթական։ Տեսեք, բավականաչափ փոփոխված է, թվում է թե ոչ մի կապ չունի իմ ասացի հետ, բայց նույն մոդելն է։ Այսինքն բավական է Նիկոլ Փաշինյանի դիրքերը այստեղ փչանան, թուլանան, իսկ իրենք շատ արագ ու հաճախակի են խարխլվում, եթե նկատել եք, որովհետև խոսույթը շատ հեղեղուկ է։ Ադրբեջանը միանգամից քարոզչական քայլեր է սկսում անել, սկսում է կրակել, սկսում է խոսել տարբեր բաների, ուրեմն գյուղեր զիջելու, տարածքներ զիջելու, Երևան գալու եւ այլնի մասին։ Ուրեմն եւ դա աշխատող է եւ հենց դրա համար էլ շատ նպատակահարմար է հանուն գերպետությունների, գերտերությունների, գուցե հանուն նավթային կոնսորցիումների կամ հանքային կոնսորցիումների շահերի այստեղ ունենալ ահա այսպիսի երկու սուբյեկտ։ Ալիևը եւ Փաշինյանը, մեկը հաղթած, մեկը պարտված, մեկը ծմրուր պարտված, մյուսն էլ որ ուզում է ապացուցել, որ ինքը ծմրուր հաղթած տղա է։ Երկուսն էլ իրականում զավեշտալի կերպարներ, դառը եւ զավեշտալի այդ առումով։ Պարոն Մաթևոսյան, տպավորություն է, որ Հրանտ Մաթևոսյանը իրենց նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանի այս կրթվելը նորաձևը շարժման գաղափարախոսական, այսպես ասած, հայրն է։ Ինչպես եք վերաբերվում նրան, որտեվ հաջորդ այսպես իրենց այդ շարժման բանախոսության ժամանակ էլ էկրանին Հրանտ Մաթևոսյանի նկարն է եղել, մեկ այլ միտք գրված։ Ինչպես եք սրանում։ Ես դրան չեմ անդրադարձել, ինչ միտք է եղել եւ ինչ նկար է եղել դրված, դա հեղինակային իրավունքների պարզ ոտնահարում է։ Եթե այդ նյութերը լինեն հեղինակային իրավունքի միջազգային օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենքով, կարելի է նրանց դատի տալ խեղաթյուրելու համար։ Սա ինչ որ ռեսուրս է պահանջում, եթե անհրաժեշտ լինի, եթե սա տևական բան դառնա, Փառք Աստծո, սա մեծ արձագանքի չի արժանանում, որովհետև հասարակության մեծ մասը կարծես թե առողջ իմունիտետ ունի այլևս իրենց այդ այսպես ասեմ, բանսարկությունների նկատմամբ, որոնք իբրև թե կրթությանն են վերաբերում եւ չի անդրադառնում դրան, դա մի տեսակ կապսուլավորվում եւ մնում է, հա։ Բայց եթե դրան հասնի, պետք է ինչ-որ ռեսուրսներ հավաքել հանրային, գուցե հանրային ռեսուրսներ եւ ասենք թե դատի տալ։ Դե ես չեմ հավատում մեծ հաշվով Հայաստանում արդարադատությանը, բայց մենք նախադեպ ունենք, երբ մի ներկայացման մեջ օգտագործվել էր Հրանտ Մաթևոսյանի խոսքը, խեղաթյուրված էր օգտագործվել եւ մենք դատի տվեցինք եւ մենք ճիշտ է դատարանը շատ տարօրինակ որոշում է կայացրել, մենք հիմա այդ որոշումն էլ բողոքարկել ենք, չգիտեմ ինչի կհասնենք, բայց ամենայն դեպս մենք այդ դատարանի որոշումը ունենք, որ Մաթևոսյանի խոսքը աղավաղվել էր, ուղղակի դատարանի որոշումը ինչով էր տարօրինակ, որ իրենք որոշել են, որ այնուամենայնիվ այդ մարդը չպետք է որևէ ձևով փոխհատուցի իր պատճառած վնասը, ահա մոտավորապես այսպես։ Այսինքն մենք նախադեպը ունենք, մենք փաստաբաններ ունենք, մենք կարող ենք այդպես վարվել, բայց մյուս կողմից էլ հասկանում եք ինչ է տեղի ունենում։ Վերջին հաշվով բոլորիս համար, առավել եւս ձեզ մամուլում աշխատողներից համար հստակ է, որ Փաշինյանի բոլոր ամբողջ խոսույթը այն բանի համար է, որ իր վրա ուշադրություն բևեռվի եւ ինքը պղտորի հասարակական եւ քաղաքական դաշտը իր ներկայությամբ եւ անընդհատ մոգոնի գաղափարներ ծամածրվի, էսանի, այնանի եւ այլն։ Ինչը իրեն հաջողում է շատ հաճախ նաեւ մեր օգնությամբ։ Հիմա ասենք դա էլ անենք, այդ ռեսուրսն էլ դրա վրա բանանենք, դրան անդրադառնանք այն դեպքում, երբ հսկայական կուտակված արդեն իսկ խնդիրներ ունեն, նաև իր ձախավեր քաղաքականության, իր նախորդների ձախավեր քաղաքականությունների շնորհիվ կուտակված, ինչի կհասնենք ես չգիտեմ, բայց ես կարող եմ հիմա նախազգուշացնել, որ պատրաստ ենք այդպես էլ վարվել, որովհետև Հրանտ Մաթևոսյանը որևէ կապ չունի իրենք նորաձև կրթության եւ կրթության նորաձևության հետ, ինչ ձևով էլ իրենք դա շուռումուռ տան, Վանո Սիրադեղյանը որևէ կապ չունի իրենց պարտուղականության, գաղափարաբանության հետ, նրանք հաղթելու, հաղթանակի, հաղթահարելու հանուն կյանքի եւ հանուն գոյության եւ հանուն երկրի ու հայրենիքի իրենց հասկացությամբ հայրենիք բառի
գաղափարաբաններն են եւ հսկայական ներդրում ունեն այս պետականության կայացման մեջ։ Այնքան հսկայական, որ իրենք միջև հիմա չեն կարողանում միջև վերջ խեղել դա իրենց չի հաջողվելու եւ Մաթեոսյանը իրենց հետ որևէ կապ չունի։ Եթե ուղիղ ցիտատ լինի, թե ինչ են իրենք Մաթեոսյանից ցիտել, ինչ են բերել եւ ինչի հետ են շուռումուռ տվել եւ ինչ են ուզում դրանով ստանալ, ես դրան էլ մի օր կանդրադառնամ։ Բայց հիմա այսքանը։ Ձեր գնահատմամբ կրթվելը կարող է նորաձև լինել եւ ինչպես եք վերաբերվում Փաշինյանի կնոջ եւ նրանց սկսած կրթվելը նորաձև շարժման առհասարակ։ Կրթվելը նորաձև չի կարող լինել։ Կրթվելը կարող է կամ լինել, կամ չլինել։ Կրթությունը մի բան է, որը կամ կա, կամ չկա։ Մեր կրթական համակարգը սարսափելի վատ վիճակում է եւ հիմա չի, որ ինքը վատ վիճակում է, ինքը հետեւողականորեն աստիճանական զարգացումով, սխալ ներդրված ծրագրերով, սխալ իմպլեմենտացված, ասենք թե Բոլոնիայի ուրեմն կրթական համակարգով, որից վերցրեցին ինչպես միշտ կմախքը, նմանակեցին եւ կիսատ թողեցին դեռ նախորդները։ Դա մի համակարգ է, որը եւ լավ եւ վատ կողմեր ունի։ Չգիտես ինչի մեզ մոտ միայն թեստայնությունը, ինչքան ես եմ հասկանում եւ գնահատման մեխանիզմները պատճենվեցին եւ մարդկանց པարզ խափեությամբ 12 տարվա ընթացքում հիմնականում, եթե ուսուցիչներ չկան, եթե տնօրենները սրտացավ չեն, եթե մանկավարժները սրտացավ չեն, դասավանդում են սկզբնական կրթությամբ, դպրոցական կրթությամբ դասավանդում են թեստային համակարգով ինչ-որ բաներ, որ երեխան գիտի, որտեղ պիտի թռչնակ դնի, որտեղ չդնի, եւ ասում են, նենգափոխում են գիտելիք եւ տեղեկություն, ինֆորմացիա, հասկացությունները։ Ինֆորմացիան մատուցվում է որպես գիտելիք, վերլուծական կարողությունները բացառվում են, ջնջվում են, հեռացվում են։ Եվ մենք շատ հաճախ մեր կենտրոնում ունենում ենք, նաև հակառակն ենք ունենում իհարկե, բայց ունենում ենք աշակերտներ, որոնք աչքերը գալիս ճպճպացնում են, երբ որ դու հարցնում ես, դուք ինչ եք անցել Մաթեոսյանից, ասենք թե իրենք ասում են կանաչ դաշտը պատմվածքը։ Դու հարց ես տալիս ինչի մասին է կանաչ դաշտը պատմվածքը, իրենք ոչ թե քաշվում են, ամաչում են, մենակ չգիտեն։ Մաթեոսյանը ով է, Մաթեոսյանը ծնվել է 1935 թվականին, մահացել 2002-ին։ Եվ ոչինչ։ Տեղեկություն, բայց ոչ երբեք գիտելիք, ոչ երբեք անալիզ։ Հակառակն էլ ունենք։ Բայց սա շատ լուրջ խնդիր է։ Համալսարանական կրթությունը սարսափելի վիճակում է։ Այդ ռեֆորմները կրթվելը նորաձև է PR ակցիաներով, ինչքան էլ որ դու 200-300 հոգի այստեղ այնտեղ հավաքես, որոնք հասկանալի է, որ ավելի քաղաքական, կրթական, քաղաքական, գիտական իբրև թե հետևորդներ են եւ լրիվ ուրիշ նպատակով են հավաքվում, ավելի երևի թերևս հաջորդ տարվա նախընտրական կամ կարիերայի կամ ինչ-որ բանի, դու ոչինչի չես հանգելու, բացի այն, որ ինչ-որ ինքնանպատակ հայտարարություն է արվելու, կրթվելը նորաձև է, կրթվելը նորաձև է։ Ինչով է նորաձև, թող բացատրեն, այսինքն որն է այն նորաձևությունը, որ դուք ձեր առաջարկած կրթությամբ բերում եք, բացի այն, որ խեղաթյուրում եք եւ ձեզ համար բաներ հիմքեր եք փնտրում տեղերում, գրականությունում, հրապարակախոսությունում, որը ձեզ հետ որևէ կապ չունի։ Կրթվելը նորաձև կարող է մենակ մի դեպքում լինել, եթե կրթվելը այնպիսի որակ է տալիս, կրթությունը այնպիսի որակ է տալիս, ինչպես միջազգային համալսարաններն ու ճանաչված դպրոցներն են տալիս, որ դու տեսնում ես, որ այս երեխան իր գիտելիքով, իր վերլուծական ունակություններով, իր տրամաբանությամբ, իր գրականության, մաթեմատիկայի, կենսաբանության իմացությամբ փայլում է։ Այդ դեպքում դու կարող ես խոսել քո կրթական համակարգի նորաձև լինելու մասին, ինչպես օրինակ Ֆինլանդիայի կրթական համակարգն, որը ամենակիչ հայտնիներից է, բայց ամենանորաձևը, քանի որ իրենք լրիվ այլընտրանքային կրթություն են տվել, իմպլեմենտացրել, ներդրել եւ դա աշխատում է եւ դա լավ է աշխատում։ Մանրամասները ֆիններին։ Ես այդքանը գիտեմ իրենց մասին։ Պարոն Մաթեոսյան, չնայած նրան, որ թվում է, թե Փաշինյանը եւ կինը այսպես ոգեշնչված են Հրանտ Մաթեոսյանից, նրա ստեղծագործություններից, սակայն Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Հրանտ Մաթեոսյան կենտրոն թանգարանի ֆինանսավորումը։
ինչու ձեր գնահատմամբ որն է պատճառը իրական։ Նիկոլ Փաշինյանը չի էլ սկսել Հրանտ Մաթևոսյան թանգարանի ֆինանսավորումը, Հրանտ Մաթևոսյան կենտրոն թանգարանի շենքը կառուցվել է նախկին իշխանությունների օրոք, շատ երկար քաշքշոցներից հետո եւ մեծ չկամությունից հետո մեզ հաջողվեց որոշակի մարդկանց հետ հանդիպելով օրը գա ես հիմա դրան էլ կանզադառնամ, ուղղակի երկար կտևի այդ պատմությունը, մեզ հաջողվեց եւ վերջո շենքի կառուցումը նախաձեռնել եւ իրականացնել։ Շենքը ուներ երրորդ հարկի խնդիր եւ շենքը ուներ ներքին կահավորման եւ այլ խնդիրներ։ Երրորդ հարկը կիսատ մնաց, չկառուցվեց, որովհետեւ հեղափոխությունը տեղի ունեցավ եւ երրորդ հարկը ուղղակի մեխանիկորեն նախագծից հեռացվել էր։ Մեր եթե նկատել եք մեր թանգարանի բանը շենքը տափակ տանիք ունի եւ երրորդ հարկը վրան էր Զվարթնոցի տաճարի պես, հա, պայմանականորեն ասենք։ Այդ երրորդ հարկը պիտի կառուցվեր, շենքը ունեցավ կոնցեպտ, նույն վարչապետի մոտ, նույն կառավարությունում 2019-ին քննարկում եղավ, հավանություն տրվեց մեր ուրեմն որ մենք պրեզենտացիա շնորհանդես պատրաստենք, մենք այդ շնորհանդեսը նույն մատենադարանի նույն դահլիճում մինչև իրենց կրթվելը նորաձև են արեցինք դա եւ այդ շնորհանդեսը արեցինք եւ հաջող շնորհանդես էր եւ դա տվեցինք կառավարության։ Իրենք հավանություն տվեցին կարծես թե ԿԳՄՍ նախարարը այն ժամանակ հիմա կառավարության թե վարչապետի աշխատակազմի ղեկավարը Արայք Հարությունյանը նույնիսկ եկավ կենտրոն առանց կոնցեպտին ծանոթ լինելու ցավոք սրտի հավանություն տվեց եւ ասաց ամեն ինչ կլինի եւ ոչինչ չարվեց, որովհետեւ աշխատանքային խումբը, որը կառավարության եւ Հրանտ Մաթևոսյան հիմնադրամի մասնակցությամբ ձևավորվել էր եւ կառավարության որոշման նախագիծ էր պատրաստում ամբողջ 2019, 20 եւ 21 թվականներին, այսինքն նույնիսկ պատերազմի ժամանակ եւ բացարձակ դրա ժամանակը չէր, անընդհատ մի բանի էր բախվում, որ մեր բանի կառավարության այդ հանձնարարությամբ ձևավորված աշխատանքային խումբը, որ մի քանի գերատեսչություններ էին ներառյալ ԿԳՄՍ-ն եւ մենք, ինչպես ասացի, մեր գրած բոլոր նախագծերը գնում էին կառավարությունը, ինչ որ անհայտ տեղերում ու միջանցքներում նորից ջնջվում էին, վերադառնում էին նախնական տեքստի, որի գաղափարաբանությունը հետեւյալն էր. շենքի հողը կառավարության որոշմամբ 2012 թվականին տրամադրվել է Հրանտ Մաթևոսյան հիմնադրամին։ Հիմնադրամները գիտեք, ոչ պետական են, ոչ մասնավոր, իրենք հիմնադրամ են, ստատուսը այդպեսին է։ Հիմնադրամի այդ տրված հողի վրա կառավարության որոշմամբ կառուցվել է շենքը առանց երրորդ հարկի, դուք շենքը եւ հողամասը տվեք մեզ, նվիրաբերեք մեզ, մենք դա դարձնենք մեկ գույքային միավոր, երրորդ հարկը կառուցենք, թանգարանին տանք սուբսիդավորում, թանգարանը գրանցենք եւ դուք սկսեք աշխատել։ Ասում ենք լավ, պետական, ասում են ոչ, պետական թանգարանային համակարգը իրեն չի արդարացրել, դուք մոդել առաջարկեք։ Մենք առաջարկել ենք կամ պետական մոդել, կամ հիմնադրամ։ Թվաց թե համաձայնել են հիմնադրամին։ Հիմա տեսեք խորամանկությունը։ Շենքը տրվում է պետությանը, իբրև թե քանի որ հողամասն ու շենքը առանձին գույքային միավորներ են, ամբողջը իմի է բերվում եւ կառավարությունը շենքը վերադարձնում է մեզ անհատույց անժամկետ օգտագործման, այսինքն մի ստատուսով, մի կարգավիճակով, մի պայմանագրով, որը 24 ժամվա ընթացքում կողմերից որևէ մեկը կարող է խզել առանց որևէ բացատրություն տալու, այսինքն ենթադրում ենք անհատույց անժամկետ օգտագործման տվող կողմը կառավարությունը խզում է պայմանագիրը, շենքը դադարում է լինել Հրանտ Մաթևոսյան կենտրոն եւ այլն, ոչ մի երաշխիք չկա։ ՊՕԱԿ չի գրանցվել պետական, հրաժարվել են, հիմնադրամին էլ հիմնադրամից կվերցնեն, պայմանագրային կետեր էինք մտածում, փաստաբաններ էինք բերում, բան էինք անում, ցանկացած դեպքում օրենքի գերակայությամբ կարող է 24 ժամվա մեջ խզել, կարող է դատի տալես անել են անել։ Սուբսիդավորում չի արվում առայժմ, այդ ամեն ինչը սկսում է արվել մի բանից հետո, երբ կառուցվում է երրորդ հարկը, այդ թղթերը կան։ Երրորդ հարկը գիտեք երբ է կառուցվում։ Քաղաքին կոմիտեին հանձնարարություն է տրված բոլոր ջանքերը թափել, որպեսզի հայթայթվի գումար։ Գումար հայթայթելը Քաղաքին կոմիտեի ֆունկցիան չի։ Քաղաքին կոմիտեն պետական կոմիտե է, բյուջեն կամ հատկացնում է գումար, կամ չի հատկացնում, կամ մեկենասական ինստիտուտներին է դիմում, որպեսզի այս ինչ կամ այն ինչ հովանավորը կառավարության թեթև ձեռքով գա եւ հովանավորի, ոչ մի քայլ։
Դրա համար ես 21 թվականի մարտի 21-ին խորհրդանշական ստացվեց 21-21 կոവിഡ്ի համաճարակից, պատերազմից, այդ ամբողջ բանից հետո, ողբերգություններից, այսպես ասենք, եւ դրամաներից հետո ես ուղղակի դադարեցրի միակողմանիորեն, նաեւ այն, որ ես խոստացել եմ, որ եթե այդ ամեն ինչը տեղի ունենա, շենքը եւ հողամասը նվիրաբերում են, եւ հասկացա, որ այդ հողամասը եւ այդ շենքը գուցե թե ինչ որ մեկին դուր են եկել։ Եվ ես չեմ կարծում, որ ես վրիպել եմ, որովհետեւ մենք համանման պատմություններ ունենք, կարծեմ այստեղ գրողների միության, նկարիչների միության, ճարտարապետների միության շենքերի հետ եւ մոտավորապես նույն մոդելն է։ Վերջին հաշվով մենք նաև գույքային խնդիր ունենք հիմա Թումանյան թանգարանի հետ, որը 2023 թվականի հոկտեմբերից չի շարունակում իր վերանորոգումը, կիսատ է մնացել եւ Թումանյան թանգարանի ժողովուրդը մեզ մոտ են առայժմ ապաստանած, ելի շատ տարօրինակ կարգավիճակով ու ելի առանց մեր մասին որպես պետական ֆինանսավորում չստացող կենտրոնի մեր մասին որևէ դրական բան մտածելու այն առումով, որ գուցե պետք է փոխհատուցել, մարդիկ 2 տարի անվճար նստած են մեզ մոտ, իրենց կոմունալ ծախսերն են փոխհատուցում եւ եթե փոքր նորոգման խնդիրներ են լինում, շենքի կենսագործունեությունը ապահովելու համար։ Դա կառավարման մեխանիզմ համարենք, վատ կառավարման վատ մեխանիզմ, որով մշակույթը շատ վատ վիճակի է բերվում։ Այդքանը դրա համար էլ այդպես։ Այսինքն Մաթեոսյանը բնավ ոչ մի կապ չունի կրթությունը նորաձև է եւ առավել ես նորից եմ ասում, ինձ համար հարց է, եթե մարդը Մաթեոսյանի մի պատմվածք կամ մի վիպակ, ասենք ծառերը վիպակը, այդքան սիրում է եւ մի օր հրաշալի քայլ է անում, իրոք հրաշալի քայլ է անում առանց ճակերտների, առանց բանի, դեռ այն մի 2 տարի առաջ եւ Մաթեոսյանի ծննդյան օրը 2 անգամ այդ վիպակից 2 էջ փորձում է կարդալ։ Այդքան վարժ խոսող մարդը, այդքան վարժ ուղակի խոսքը բերանում մի վարքյան առանց մտածելու բան արող, թեկո խոսակցական, թեկուզ գրական հայերեն, այդ 2 իր սիրելի էջը դժվար էր 2 անգամ մարդավարի կարդալ առավոտը, հետո էլ ազգային ժողովում 2 անգամ էլ հեգելով, կմկմալով, ասենք թե գաղափարն է վարկաբեկվում այդպիսով, վերջին հաշվով մենք խոսում ենք պետության առաջին դեմքի մասին, չէ՞, թե գաղափարն է վարկաբեկվում, թե ընթերցածը արձակի այդ հատվածը, թե հռետորաբանությունը այդ նույն հատվածի։ Ես չեմ տեսնում սեր, ես տեսնում եմ մեծություններով մանիպուլյացիա անելու ինչ որ ցանկություն ավելի շատ։ Եվ իրականությունը այն է ինչ որ կա, այնպես որ այո, այդպես։ Երթադրում եմ, որ այդպես։ Պարոն Մաթեոսյան, Աննա Հակոբյանը մեր հրապարակումից հետո այսօր գրառում է արել, ձեր թույլտվությամբ մեջ բերեմ, արդեն 4 տարուց ավելի է հայկական բոլոր հնարավոր հարթակներով շրջանառվում էր մի տեքստ, որի տակ որպես հեղինակ գրվում էր Հրանտ Մաթեոսյանի անունը։ Այս 4.5 տարվա ընթացքում ոչ ոք չէր կասկածում դրա ճշգրտությանը եւ առավել եւս ոչ մի բանասեր կամ գրականագետ կամ գրողի ընտանիքի որևէ անդամ չէր հայտարարում, որ այդ տողերի հեղինակը ոչ թե Հրանտ Մաթեոսյանն է, այլ Վանո Սիրադեղյանը։ Աննա Հակոբյանի այս գրառումից տպավորություն է, որ նա ընդունում է սխալը, բայց ներողություն չի խնդրում։ Ինչու կրկին բոլորը մեղավոր են, բայց ոչ իրենք, նույնիսկ իրենց սխալները։ Դե ո՞նց եք դուք ուզում։ Դուք ուզում եք, որ մարդը ասի, որ ես մեր հայկական ժամանակ օրաթերթը 2000 թվականի Վանո Սիրադեղյանից հոդվածը վերցնելուց հետո չեմ կարդացել, հետո Գյադաների ժամանակը թերթը չեմ գիրքը չեմ կարդացել։ Եվ հղումը, որ հայկական ժամանակին տրվել է, տրվում է եւ տրվելու է, տեղի չի ունեցել եւ դրա համար ես անտեղյակ եմ, խնդիր չունի։ Ես ասում եմ, ես ինքը հաստատում են ինչ որ ես եմ ասել, սոց ցանցերով կրթվող եւ սոց ցանցերով կրթող ժողովուրդ են։ 4 տարի է, իրոք 4 տարի է մենք 2-3 անգամ ավելին անելու անհրաժեշտություն չկար։ Նույն սոցցանցերով ասել ենք, որ դա Մաթեոսյանի տեքստը չի, Վանո Սիրադեղյանի տեքստը։ Ես նաև նշում եմ, որ գրողի ընտանիքի որևէ անդամ չի հայտարարել։ Դա իր խնդիրն է։ Գուցե գրողի ընտանիքի ուրիշ անդամներ կան, որ ինքը տեղյակ է, ես տեղյակ չեմ, ես չգիտեմ։ Բայց ինքը, եթե մեր խնդիրը, մեր ինքնանպատակը, մեր գոյության կռիվը սոցցանցերում ինչ որ բան անելն է, ինչպես իրենց է ինձ թվում է թվում,
թող ուշով հետևի այն էջերին, որտեղ դա ասվել է մի ժամանակ եւ էլի կասվի ու էլի ասվելու, որ դա Վանո Սիրադեղյանի տողերն են, որ իրենք են տպագրել։ Ամենամեծ ողբերգությունը հենց դա է, դրաման հենց դա է, որ իրենց թերթի մեծագույն հեղինակներից մեկի, իրոք մեծագույն հեղինակի տողերը ոչ միայն չեն կարդացել, ոչ միայն չեն փորձել խմբագրել կամ թեկուզ որպես խմբագիր չեն կարդացել, նաև չգիտեն ու չեն հիշում։ Այսքան բան։ Իսկ որ մեծամոր էսսեն չգիտեն Մաթեոսյանի, դա էլ արդեն մյուս խնդիրն է, որ դե Հրանտ Մաթեոսյանը եւ այստեղ մի խնդիր կա, հա, կուզեի անդրադառնալ կարճ, անընդհատ էլի խոսույթ է շրջանառվում, քաղաքական դաշտ եմ մտնում հիմա, մեր բանից մի վայրկյան դուրս գամ, այն հարցը թե ով Նիկոլ Փաշինյանին բերեց քաղաքական դաշտ ու անընդհատ շրջանառվող են վարկածը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ նույն մոդելն է կիրառվում։ Տեր-Պետրոսյանի կողքին լինելը կա հայտնվելը, Վանո Սիրադեղյանի կողքին հայտնվելը, Մաթեոսյանի կողքին հայտնվելու փորձ անելը, անգամ շփվել է իր հետ, չեմ բացառում, շփվել է եւ ցավոք սրտի կարող ենք ասել, որ եղել է այնպես, որ մենք ընկերություն արել ենք։ Դա չի նշանակում, որ նրան ասենք թե գրական դաշտ կամ հասարակական դաշտ բերել են այդ մարդիկ, առավել եւս քաղաքական դաշտ։ Դա կարիերիզմի ձև է, ու շարունակում է այդ կարիերիզմի ձևը։ Ես այդպես եմ կարծում։ Ընդհանուր նշում եք, որ սոցցանցերում ենք ապրում եւ իրենք մենք չէ։ Հանրության մի որոշ հատված է։ Մեր օրերում որքանով է անհրաժեշտ գրագետ ընթերցող ունենալը։ Կենսական անհրաժեշտություն է գրագետ քաղաքացի ունենալը, որովհետեւ անգրագետ քաղաքացին կառավարելի է եւ այսօրվա աշխարհի խելագարության, իսկ աշխարհը իրոք խելագարվել է հերթական անգամ եւ սթափվելը ցավոք սրտի միայն ցավով կարող է տեղի ունենալ, ես կարծում եմ, աստիճանաբար այդ սրացումը, բևեռացումը, որ տեղի ունենում, ի վերջո բերելու է այդ հետեւության, եթե ավելի վաղ հետեւություններ եւ ավելի իմաստուն մարդիկ չներգրավեն եւ այդ հարցը չփակեն, չլուծեն։ Աշխարհը խելագարվել է եւ այդ խելագարության հիմքը այն է, որ կառավարելի ամբողջները ստեղծվում են տգիտության միջոցով, որտեղ տգետները կառավարելի են։ Տգետների ագրեսիան է կառավարելի, տգետների պասիվությունն է կառավարելի։ Գրագետ ընթերցողը փոքրաթիվ ժողովրդի փոքր երկրի հին ազգի համար հրամայական է։ Մեր փրկությունը դարեր առաջ ապահովվեց 3 իմաստուն մարդու, երևի էլի մարդիկ կային, բայց մենք այդ 3-ի անունը պատմությունից գիտենք, 3 իմաստուն մարդու արած դարակազմիկ քայլով Այբուբենի գրերի վերադարձով Հայաստան, Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի եւ Ռամշապուհ Հարքայի։ Մեզ ոչնչացնելու համար շատ բան պետք չէ։ Հավատքը, երկիրը, ինքնությունը, այդ ամեն ինչը ի վերջո հանգում է մի բանի, օրինակ Այբուբենին։ Եթե մենք Այբուբեն տեսականորեն մի պահ չունենանք, մենք չենք լինելու։ Մենք խոսքի ժողովուրդ ենք, մենք գրավոր, գրի ժողովուրդ ենք, բանի ժողովուրդ ենք մենք։ Իհարկե հավատքի, քրիստոնեության, իհարկե մեր հայ ինքնության, իհարկե մեր նախաքրիստոնեական մշակույթի, որը էապես կորցրել ենք, բայց առաջին հերթին մեր ինքնությունը մեզ հայ է պահում, մեր ինքնությունը, որը աղերսված է, խարսխված է հենց բանի վրա, Այբուբենի վրա։ Դրա համար շատ լավ է մեզ անկիրք դարձնելը, շատ հարմար է եւ նպատակահարմար։ Այս իշխանությունը գնում է այդ ճանապարհով։ Ինձ թվում է, որ այո, որովհետեւ դա խրախուսել, տգիտություն խրախուսել ասելով, որ կրթությունը նորաձև է, դպրոցներ փակելը, մեր գյուղի դպրոցն են, չէ՞, հիմա փակելու վտանգի տակ է, որովհետեւ բասկետբոլի դահլիճներով հրաշալի է եւ լողավազաններով դպրոցներ պիտի կառուցվեն, ակադեմիական քաղաքներ բան անելը, խոշորացումներ անելը, չմտածված ուղակի PR-ային, ուղակի հանրահրճակային ռեկլամային քայլեր, որոնք ոչինչի չեն բերելու, որոնք լինելու են դատարկ օդում պայթած հայտարարություններ կամ լավագույն դեպքում եղածը ավերակ են դարձնելու ու նորը չեն կառուցելու դրա փոխարեն։
Եվ պարոն Մաթևոսյան, այսպես ամփոփելով մեր զրույցը, երբ է լինելու նոր հրատարակություն Հրանտ Մաթևոսյանի։ Գիտեք, մենք ֆաքսիմիլեներն ենք արել, մի հատ արել էինք անցյալ տարի եղավ օգոստոսը, հիմա արել ենք մեր վազքը, ինչ է ֆաքսիմիլեն, հա։ Կրթությունը նորաձև է։ Գիրքը ինչպես որ տպագրվել է, նույնությամբ կամ գրեթե նույնությամբ նոր պայմաններում առանց բան փոփոխելու, ուղղակի համապատասխան ձևով հասկացնելով, որ սա ասենք թե 1967 թվականի օգոստոսը չի, այլ հիմա ենք տպել, կամ 1978-ի մեր վազքը չի, այլ հիմա ենք տպել, ռետրոֆաքսիմիլե ենք դրել անունը, ցավոք մի փոքր ուշացավ, մենք ավելի շուտ ենք մտածում ենք, որ փետրվարին ծննդյան օրվա հետ կապված երկրորդի շնորհանդեսը կանենք։ Ես կարծում եմ կունենանք էլի շնորհանդեսներ, էլի գրքերից, ասենք ծառերի օրինակի համար, իսկ նոր հրատարակություն հիմա քննարկում ենք, թե երբ նախատեսենք, չգիտեմ, արդյոք այդ նույն տպարանի հետ մենք կհասցնենք իրենց ծանրաբեռնվածությունից ելնելով, թե ուրիշ գործընկերների պիտի դիմենք, որոնք մեզ այդ առաջարկները արել են, այսինքն այս տարի համենայնիվս տեսանելի մոտ ապագայում դուք այդ երկու գրքերի շնորհանդեսին ներկա կլինեք եւ այդ երկու գրքերի շնորհանդեսը մենք կանենք Ահնիձոր գյուղում եւ կանենք դպրոցում, հետո նոր Երևանում կանենք, իսկ մնացածն էլ արդեն դե դուք լրատվական եք, դուք առաջին ձեռքից կիմանաք թե երբ, այս տարի։ Շնորհակալ եմ, պարոն Մաթևոսյան։ Ես եմ շնորհակալ։ Իմ հյուրն էր Հրանտ Մաթևոսյան մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրանտ Մաթևոսյանի որդի Դավիթ Մաթևոսյանը։ Կհանդիպենք։